Ես ասում եմ, որ այն, ինչ մենք ստացանք, եւ այն, ինչով հղի է այս ամենը, նկատի առնելով աշխարհակաղակական ազդեցությունը եւ աշխարհակաղակական զարգացումները, այն ինչ հենց հիմա կատարվում է ոչ միայն այնտեղ, այլ նաեւ աշխարհում, վերջերս օրինակ Կենտրոնական Ասիայի ղեկավարներն Միացյալ Նահանգներում, այդ ամենը մեզ համար այդ ամենը հաստատում է, որ Միացյալ Նահանգները մտնում է տարածաշրջան։ Ոչ մի լավ բան մեզ դա, ոչ թե Ամերիկայի մուտքը։ Ես շատ հորետեսորեն եմ վերաբերում ձեր հայտարարությանը, որովհետև չեմ հավատում, որ դրանով Միացյալ Նահանգները մտնում են ավելին, երբ որ Միացյալ Նահանգները տեսնեն ով է իրական շահառուն այս գործարքի, իսկ ահա շահառուները 3-ն են՝ Թուրքիան, Ադրբեջանը եւ Չինաստանը։ Միացյալ Նահանգները, որոնք հայտարարել են ուղիղ, որ Չինաստանը իրենց աշխարհակաղակական միջև մա չէին հասկանում, իրենց խաբել են եւ իրենք Չինաստանի շահերն են սպասարկում, դեռ Բայդենից սկսած Երբ որ այս ճանապարհի հարցերը ուզում են լուծել։ Ճանապարհների հարցերը Բայդենը չէր լուծում։ Այս փորձում էր, չստացվեց։ Իրականում մենք բոլորովին այլ ճանապարհ ունենք հյուսիս հարավ եւ այդ ճանապարհն է, որ մեզ պետք է փրկել։ Սպասեք հələ հեսա կգանք հյուսիս հարավին։ Այս արևմուտք կա, ուզում եք ասեք, որ Միացյալ Նահանգներում չինական գործակալներն են իշխում եւ իրենք սպասարկում են Չինաստանի շահերը։ Ես ասում եմ, որ Միացյալ Նահանգների նախագահը, որը շփոթում է Հայաստան, Ալբանիայի, իսկ Ադրբեջանը Կամբոջայի հետ, շատ հանգիստ կարող է շփոթել նաեւ թե Այսինքն Միացյալ Նահանգների նախագահն է միանձնյա բոլոր որոշումները կայացնում։ Դուք շատ լավ գիտեք, որ Թրամփի օրոք շատ ու շատ որոշումները կայացնում է միանձնյա Թրամփը այդ ճանապարհի տեղը նույնիսկ չգիտեր, երբ որ իրան բերել են այդ փաստաթղթերը դեմը դրել են, դա Բայդենի փաստաթղթերն են, Բայդենի օրոք մշակած փաստաթղթեր են։ Ես չեմ խոսում Բայդենի, թե Բլինկենի, թե Օբրայենի, թե Թրամփի փաստաթղթեր։ Ես ասում եմ մի բան, այն փաստաթղթերը, որոնք հիմա հիմքում դրված են եւ այն ինչ կատարվում է այդ փաստաթղթերի հիման վրա, դա շատ վտանգավոր զարգացում է Հայաստանի համար։ Պարոն Խզմայլյան, ամփոփելով, այս հատվածում ձեր մտահոգությունները ինչ փաստեր դուք ունեք, զուտ քաղաքական այն ոչ նոր ներկայացնում էիք, ասում էիք, որ հղում խնդրեցի անեք, էլի։ Ռուսական զորքերի ներկայության եւ ռուսական զորքերի ներկայության համար հղում պետք չէ։ Պետք է գնալ ճանապարհին, չէ, մի րոպե։ Եկեք պայմանավորենք, հա։ Ուրեմն երբ որ պայմանագրաիրավական ինչ որ բազա է ստեղծում որևէ բանի, այդ ռուսական զորքերը որ ասում եք հիմա այնտեղ ՖՍԲ-ն որ կանգնած է սահմանին հայ-իրանական, իրանք օթից չեն կանգնած, ոչ էլ որ ասում եք աչքերին եմ հավատում, այլ ոչ թե փաստաթղթերին, իրենք աչքերին հավատալով չեն եկել, փաստաթղթերի հիման վրա են այնտեղ կանգնած։ Եվ այդ փաստաթղթերով իրանք որևէ լիազորություն ճանապարհ վերահսկելու չունեն։ Իրանց միակ լիազորությունը սահմանը վերահսկելն է։ Ընդ որում անցած տարվա հունվարի 1-ից, թե այս տարվա հունվարի 1-ից, ըստ պայմանավորվածության Նիկոլ Փաշինյանի եւ Պուտինի համատեղ վերահսկողության է անցնում, ել չեմ խոսում նրա մասին, որ եթե խոսքերին եք նաեւ հավատում եւ աչքերին, Փաշինյանը հերոստատեսությամբ ձեր աչքերին նայելով ասեց, որ մենք ամբողջությամբ դա ժամանակի ընթացքում վերցնելու ենք մեր վերահսկողության տակ։ Դուք հավատում եք Փաշինյանին, ես Փաշինյանին չեմ հավատում։ Դա է։ Մի րոպե, աչքերին չեք հավատում, փաստորեն։ Փաստաթղթերին չեք հավատում, աչքերին չեք հավատում, ինչին եք հավատում։ Դուք հավատում եք Փաշինյանին։ Դուք հավատում եք Փաշինյանի աչքերին, ես չեմ հավատում։ Ես փաստաթղթերին եմ հավատում, դուք եք աչքերին հավատում։ Ըստ փաստաթղթերի Ռուսաստանը երբեք չպետք է հարձակվեր Ուկրաինայի վրա, որովհետև 94 թվականին, թե 97 թվականին Բուդապեշտում հատուկ երաշխիքներ է։ Հա, բայց դա չի նշանակում, որ բոլոր պայմանագրական բազաները պետքա վերացնել, որտեղ անիմաստ են։ Ես չեմ ասում, որ դա պետք է վերացնել։ Ես ընդհանրապես ասում եմ, որ այդ փաստաթղթերը ոչ մի խախտվում են, այո։ Ոչ երբեմն են խախտվում։ Մեր դեպքում իրենք խախտվում են անընդհատ։ Ինչպես խախտվեց, մենք սկսեցինք պատերազմից։ Պատերազմի ընթացքում մենք հույս ունենք, որ ըստ փաստաթղթերի լավ, եթե դուք աչքերին եք հավատում, իրար աչքերին նայելով պայմանավորվեն ավելի լավ է, քան փաստաթղթ ստորագրեն։ Եթե ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանը մինչեւ հիմա Հայաստանի սահմանը չեն գտնում, չեն ճանաչում, ապա որևէ բանին Ռուսաստանին հավատալ ես ոչ մի հիմք չունեմ։ Դուք հղում եք ուզում։ Ես ասում եմ, հղումը այն պատերազմն է, որից մենք սկսեցինք մեր խոսակցությունը։ Որ ասում եք, որևէ բանի Ռուսաստանին հավատալ։ Հիմա տեսեք, եթե Ռուսաստանի շատ կայաններ հայ-ադրբեջանական սահմանից հանվում են, հետո Զվարթնոցից հանվում է, հետո Մեղրիի կայանից հանվում է։ Հիմա հավատանք, որ հանել են, թե քանի որ դուք չեք հավատում, չհավատանք։ Ասենք որ իրանք այնտեղ կանգնած են 20 հոգի հանվել է Զվարթնոցից, 20 հոգի, 18 հոգի քանակը, դա քաղաքական եւ անվտանգային ներկայություն է եղել, հանվել է։ Կապ ունի այն, որ 102-րդ բազան ոնց որ կանգնած է, որ ՖՍԲ զորքերը կանգնած են, մի վարքյան։ Ամեն ինչ մի օրում չի լինում, որ այս տարի ես ողջունում եմ ձեր մաքսիմալիզմը, բայց ամեն ինչ մի օրում մի տարում հնարավոր չի։ 7 տարում էլ հնարավոր չի, ես հասկանում, բայց այս տարի 2025 թվականին ընդամենը մեկ ամիս առաջ մենք կարդացինք, որ ազգային անվտանգության
ծառայությունը իր երիտասարդ սպաներին վերապատրաստման նորից ուղարկում է Այդ ես եմ գրել եւ ես եմ քննադատել, որը դուք իսվել եք, շատ ողջունելի է։ Ոչ միայն դուք եք գրել, դա փաստաթուղթ է։ Հա, փաստաթուղթ եմ, չէ, ես եմ առաջինը ահազանգել, բարձրաձայնել։ Ուրեմն, եթե դուք դա տեսնում եք, դուք չեք հավատում ձեր աչքերին։ Չէ, ես միայն դրանով եկեք պատկեր ամբողջական վերցնենք, էլի մի վերցնել։ Ամբողջականը գիտեք որն է։ Չէ, ասեմ, չէ, դուք տվեք ասեմ։ Որ երկաթուղին պատկանում է Ռուսաստանից, գազը պատկանում է Ռուսաստանին, հոսանքը պատկանում է Ռուսաստանին։ Վերապատրաստման մասին ենք խոսում։ Վերապատրաստումը այդ ԱԱՑ-ի ուրեմն խողովակներով Ռուսաստան որ տանում են, միաժամանակ բանակը արդեն դադարեցրել է 2 տարի է դադարեցրել է։ Դա էլ նոր եմ իմացել, թե չէ, էլի կհրապարակի։ Դադարեցրել է որևէ մի զինվորականի կամ սպայի վերապատրաստում Ռուսաստանում։ Դա էլ է Ռուսաստանի համար արվում։ Պետք է երջանիկ լինենք, որ բանակը, ռուսական բանակը, որը ամեն ինչ արել է մեր պարտության համար, հիմա մենք Ես չեմ ուզում էմոցիոնալ դաշտ տանել, երջանիկ լինենք, երջանիկ չլինենք, ես փաստ եմ ասում։ Փաստ եմ ասում։ Հիմա լավա թե վատ։ Լավա դա թե վատ։ Դրա մասին պետք է դրա դրվատանքով արտահայտենք, թե դա անտեսենք։ Դուք տեսնում եք 20 հոգի եւ չեք տեսնում 2.5 հոգի։ 20 հոգի, որը դուրս են եկել Զվարթնոցից։ Հայ-ադրբեջանական սահմանի քանի հենակետա ունեցել Ռուսաստանը։ Ու քանի մարդ է կանգնած, այո, հայ-ադրբեջանական սահմանը։ Հայ-ադրբեջանական սահմանին Ռուսաստանը երբեք ոչ մի 27 հենակետա ունեցել 200 հոգուց ավել։ Դա ուղեկալներ էին եւ իրենք չկան, որովհետեւ եվրոպական խաղաղ դիտորդները մտան, որոնց Փաշինյանը հիմա ընդամենը մի քանի օր առաջ առաջարկում է հեռանալ։ Ես չեմ խառնում։ Ես ասում եմ, որ Փաշինյանը դուրս է բերում եվրոպական դիտորդներին, բայց պահպանում է ռուսական բանակը սահմաններին։ Ես վերադառնում եմ 27 հենակետով հանեց։ 27 հենակետը եվրոպացի դիտորդները եկան հանեցին իրենց։ Մի շփոթեք, իրենք երբեք սահմանապահ չէին, այնտեղ ուղղակի ուղղակալներ էին։ Ես չեմ ասում սահմանապահ, հա, ուղղակալ մեր անվտանգության վնաս էր, թե չէ։ Իրանք բերեցին նրան, որ նաև մեր որոշ հենակետերում իրանց դավաճանության պատճառով մենք զոհեր ունեցանք։ Խնդիր էր դա մեր համար անվտանգային, թե չէ։ Դա եղավ 2 տարի առաջ, որից հետո ոչ մի նման զարգացում տեղի չունեցավ։ Ավելի կրկնում եմ, դա մեր համար անվտանգային խնդիր էր, թե չէ, որ ռուսական հենակետերը ուղեկալները կանգնացին ադրբեջանական սահմանին։ Մինչև հիմա մահաբեր է, ոչ թե օգտակար է։ Մահաբերը այն, որ ռուսական բանակը մինչև հիմա կանգնած է։ Էլի մի խառնեք հերթով, միած սրա մասին եմ խոսում։ Միած սա ավարտենք նոր։ Ես սրա մասին եմ խոսում, դուք ասում եք ռուսական բանակը։ Մենք 7 տարի 27 հենակետերի հանելը ով արեց։ Դուք Եվրոպացի դիտորդները եկան իրենց հանեցին։ Դա էր պայման։ Եվրոպացիները գալիս են, երբ որ ռուսական բանակը դուրս է գալիս։ Եվրոպացիներին ով բերեց։ Իրանք իրանցով եկան գրավեցին։ Նիկոլ Փաշինյանը իշխանություններ դեմ էին, իրանք եկան գրավեցին։ Եվրոպացիները եւ ամերիկացիները եւ պատերազմի ժամանակ էին առաջարկում գալ սկանդինավյան խաղապահներ բերեն։ Հիմա էլ գնացիք սկանդինավա, ուրիշ բանի մասին եք խոսում։ Ուրիշ բան չի։ Հայ-ադրբեջանական սահմանի մասին է խոսքը։ Դուք ուզում եք համոզել, որ Փաշինյանը ամեն ինչ անում է ճիշտ ժամանակին, լավ, ես ասում եմ, որ լավ դուք բերեցիք այն հաստը որ ես եմ բարձրաձայնում, երբ որ սխալներ եմ տեսնում, այդ թվում Փաշինյանի արածների մեջ։ Բայց չի նշանակում, որ երբ որ դրական բաներ է արվում, պետք է դա չտեսնել, անտեսել, մանիպուլացնել, երբեմն նույնիսկ կեղծել։ Մենք պայմանավորվել ենք, հարգելիս, միասին ենք պայմանավորվել 22 թվականին, որ եթե Հայաստանի իշխանությունները տանում են դեպի եվրոինտեգրացում, մենք այդ հարցում իրենց աջակցում ենք։ Եվ անազնիվ է այդ հարցում լրիվ հակառակը հիմա անել, պատճառ բռնելով ինչ որ բաներ, պազլներ փոքր։ Իմ ասածը, որ 8 ամիս շարունակ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ անում են ճիշտ հակառակ ուղղությամբ։ Իրենք ամեն ինչ անում են հեռանալու եւ հեռացնելու Հայաստանը։ Ինչով են հեռացնում, որ մեր վերած օրենքը բան արեցին ազգային ժողովում ընդունեցին, դրանով են հեռացնում։ Նրանք ընդունեցին, որովհետեւ արտաքին Պաստորեն իրադարձությունները ամեն ինչ որ անում են ստիպված են անում։ Եթե թույլ տաք ես ավարտեմ։ Արդեն հունիսի 14-ին մեկնելով Փարիզ Բրյուսելից մենք ակնկալում ենք, որ մեկնած Փաշինյանը, որին ընդունել են եւ Մակրոնը, եւ Կոշտան, եւ ֆոն դեր Լայնը, հայտ կներկայացնի։ Նա հայտ ներկայացրեց, բայց ոչ թե Եվրամիության անդամակցության, այլ Շանհայյան կազմակերպության, որը բացառում է մասնակցությունը Եվրամիությանը եւ հերթական դրա բոլոր զարգացումները տանում են մեզ ճիշտ հակառակ ուղղությամբ եւ այն որ Ռուսաստանի ունենք որ ոչ մի տեղ էլ Շանխայանում մեզ չեն ընդունել որովհետեւ Պակիստանը բարեբախտաբար մեզ արգելակեց ամենայն դեպս դա փաստ է իսկ այն որ Եվրամիության անդամակցության հայտ արդեն պետք է ներկայացնեն Արադ Միրզոյանն ասում դա էլ է երևի ռուսների պահանջով կամ ռուսների համար արդյոք 2006 թվականին այդ հայտը պատրաստվում էր տալ նաեւ Ռոբերտ Քոչարյանը 2013 Եվրամիության անդամակցության հայտ էր Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հունիսի 13-ին ես կարող եմ ձեզ ցույց տալ փաստաթուղթ